եմ սա կարդալ։ Ձեր ամբողջ հարցազրույցում դուք նաև Արմեն Սիմոնյանի ասածին եք ասում եք, որ ճիշտ են, չեն կռվել։ Ներողություն, դուք չեք կարդացել։ Լսեք, ես ասել եմ չեն կռվել։ Չէ, մի րոպե, մենակ թվերը չի։ Այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր։ Ես լավ տեղեկացված եմ ամեն ինչի, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասին է, սպայն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարիա քրեական գործեր ա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից ես, իրանց հետ հաճախակի շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց, շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան, շատ։ Մեր քույրերն մեծ մասը չի կռվել։ Լսեք, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Ոչ, լսեք, դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ, խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասել, այդ երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։ Սրա մասին է։ Մենակ էր թողել արցախցիները։ Նիկոլ Փաշինյանը ասում էր ինչ է լինի։ Սեպտեմբերն եք ասում։ Հա, ներողություն չէ, ես խոսացի 44-րդ պատերազմի մասին։ Սեպտեմբերին ասեց, որ Հայաստանը չի ներքաշի պատերազմի մեջ, Արցախցի հետ 150,000 մարդը, որ ասում եք, մնացել էր մենակ 10 միլիոն ադրբեջանցիների դեմ, ինչ պետք է անեին, որ Հայաստանը անվտանգության երաշխավոր էր Արցախին, չպետք է կռվեին։ Պետք է բոլորը զոհվեին, պարոն։ Ես 44-օրյա պատերազմի մասին ասացի։ Իսկ սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել են մենակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունից օգնություն չի եղել։ Պարոն Սուքիասյան, անվտանգության երաշխավոր էինք, չպիտի կռվեինք, որ դուք հիմա ասում եք ուրեմն դուք եթե դուք ներողություն նախ ով եք որ Ես Նարեն եմ գնում մեդիահաբը եմ լրատվամիջոց։ Լսեք, մեդիահաբ լրատվամիջոց եք գնացեք ձեզ ֆինանսավորողից հարցրեք ոնց պետք է լինի։ Շնորհակալություն։ Ինձ էլ կարևոր չի։ Ասեք ինչ եք ուզում պատասխանեմ։ Ասում եմ չպիտի կռվեինք, հա, չպիտի անվտանգության երաշխավոր լինեինք, եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է նայի ընդհանուր Հայաստանի Հանրապետությունը սա մեր միակ միջազգայինորեն ճանաչված պետությունն է, մենք պետք է շատ զգուշ լինենք, շատ խելոք լինենք եւ պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ռիսկերի չդիմի եւ Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, սա է խնդիրը։ Լինելու է հարատևս ձեզ, եթե մենք արդեն լինելու է, չի լինելու, իհարկե կլինի, եթե մենք բոլոր այն նորմերը, որոնք որ միջազգայինորեն կա, ճանաչենք, սուրբ գրքի պես ընդունենք։ Շնորհակալություն բոլորից։